Այսօր պատրաստելու եմ տնական գաթա։ Ես քանի որ ժամանակ չունեմ գաթայի երկար process-ը ինքս անել, պատվիրել եմ ողջաբերդ ընկերությունից։ Ընկերությունը առաջարկում է տնական զամբյուղներ, որի մեջ մտնում է տարատեսակ, թարմ, բնական մթերքներ։ Ես ներքևում կգրեմ, թե ինչեր կան զամբյուղի մեջ։ Ես գաթան հենց սառը վիճակում սկսում եմ թխել։ Գաթաները տեղավորում եմ յուղաթղթի վրա։ Իմ տնական զամբյուղի մեջ նաև տնական հավկիթ կար, մեկը պետք է կոտրեմ։ Գրեք մեկնաբանություններում, թե դուք գաթայի վրա թխելիս ինչ եք քսում, որ կարմրում է և գեղեցիկ է լինում։ Թխում եմ 180 աստիճանում, հիմա ժամ կպահեմ և կասեմ վերջում, թե քանի րոպեում թխվեց։ Գնացինք։ Հրաշալի է, միշտ պետք է սառցախցիկում ունենալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում շատ արագ ունենաք տաք համեղ տնական գաթա։ Տեսեք ինչ գեղեցիկ են ստացվել իմ գաթաները։ Սեղմեք լայքի կոճակը, սրտիկեք ինձ, ուղարկեք այս բաղադրատոմսը ձեր ընկերոջը, իսկ ես գոհ եմ ինձանից։